Ձեզ համար էլ է պարզորեն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել, քանի որ ազգային ժողովում այս անգամ այդքան պատգամավոր չունի, որ խաղաղության պայմանագրի օգտին քվեարկեն։ Եթե խաղաղություն են ուզում, ճանապարհներ ուզում են բացեն, առևտուրը լավանա, թող բացեն, բայց Ալիևը ասած ով չէ, մենք է պետք է մեր պայմանը դնել, բայց մերն էս հենց է, թող անեն։ Սաղ աշխարհը վրա եկած մեր գենոցիդն ուզում է, որ բանջանան չի։ Իսկ եթե մենք էլ այդ բանից դուրս են գալի, ուրեմն դա արդեն ոնց որ ազգը կործանվի, էլի։ Այս խաղաղությունը դες հիմարմար չի որ չուզել։ Դե որ խաղաղությունը լինի։ Որ լինի։ Խաղաղությունը բոլորին էլ պետք է, բայց արժանապատիվ խաղաղություն։ Երբեք։ Ինչու՞։ Որովհետև այդպեսի սխալ քաղաքականություն են անում։ Կարելի է խաղաղություն ձեռք բերել, բայց ոչ այդպեսի ճանապարհով։ Իսկ ինչ պիտի անեն իրականում։ Դե շատ բաներ պետք է անեն, բայց չեն անում։ Ժողովրդին չեն լսում, խելացի մարդկանց հետ հաշվի չեն նստում։ Այդ մի քանիսի համար չէ հայրենիքը։ Իմ հայրիկը Արևմտյան Հայաստանից գաղթել եկել է այստեղ։ Այն տանջանքները, այն որ Աթաթուրքը եւ այլն խոստացել են, ոչինչ չի եղել։ Դրանք միայն մի նպատակ ունեն, ոչնչացնել հայությանը կամ խեղճացնել, դարձնել մի նահանգ։ Այդպես չի լինում, մենք պետք է հզոր լինենք, բնակչությունը պատրաստ լինի, ունենանք արդյունաբերություն եւ այլն, հավասար։ Շատ հավասար չեն լինում, բայց մի փոքր էլ նոր արդեն խաղաղությունը ինքը կգա ինքնական։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի ասած խաղաղությունը չի լինելու։ Դա հեքիաթ է։ Հեքիաթ է, Գյուլնաստատի հեքիաթ է։ Ես ընդհանրապես չեմ հավատում։ Ես ունեմ բարձրագույն կրթություն, պատմություն լավ գիտեմ, բանահյուսություն լավ գիտեմ, այդպիսի խաղաղություն անհնարին։ Եկել են մեր Դիլիջանում թուրքերը, ամֆիթատրոնում պտտվում են, քանի հայատարել Նիկոլ Փաշինյանը իրանց կենտրոնում պտտել։ Եթե ինքը սկզբից գնա նոր Ես ուսանող էի այն ժամանակ, որ Բաքու էին գնում, էլի վախենում էինք։ Խորհրդական տարիներին մենք վախենում էինք։ Լուրջ եմ ես ասում, ես ոչ պրո եմ, ոչ եմ, ես ճշմարտության կողմնակից եմ։ Ուզում եմ, որ մենք լավ ապրենք, խաղաղ ապրենք, բայց այսպեսի խաղաղություն չի լինի բսկտված քարտեզով, տարածքներով, խաղաղություն է, սիրելիս։ Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր ապրանքները, ասել են շուտով գազն էլ այլևս արտոնյալ գնով չեն տալու, ինչ է լինելու։ Պետք է ամեն ինչ անել, որ դա չլինի, որտեղ Հայաստանի համար ամենամեծ շուկան Ռուսաստանն էր, հիմա ռեկլամում են տելևիզորներ նայում ես հեռուստացույցով, որ մեքենաները կանգնած Սիրանը հեսա տանում ենք Ֆրանսիա, բան դա մի անգամ կլաներ, երկու անգամ ու կպրծնի։ Իսկ մշտական շուկա էր մեր համար, այդ շուկայից հրաժարվել ճիշտ չէր էլի։ Չեմ ասում գնալ ընկնել Ռուսաստանի գիրկը, բայց հարաբերություններով պահել լինես, ոնց որ ապրել ենք, ոնց որ գոյատևել ենք մինչև այսօր։ Եվ հետո չմոռանանք, որ այս 70 անցած 70 տարու Սովետ միության սկիզբը եւ ավարտը, այս Հայաստանը այդ ժամանակա ծաղկի։ Հələ հետ գնանք 21 թիվը ինչ էր Հայաստանը, մի հատ Երևան էր 400,000, 300,000 քաղաքով, այսօր այս քաղաքները որ կառուցվել են, ինչ է, այդ օրոք չի կառուցվել։ Չգիտեմ, կոմունիստ չեմ, ոչ մի կուսակցության անդամ չեմ, բայց լավը տեսնում եմ, էլի, չի կարելի լավը ուրանալ։ Այսպես է արտահայտություն կա, չէ, ասում են դուր լուսամուտը փակի, թշնամիներ մի փնտրի, Ռուսաստանի հետ լավ կապ չունի, Ռուսաստանա, Եվրոպայա, Ամերիկայա, էլի ասում եմ, մեր վրա պետք է աշխատենք։ Օտարներին հեշտ է, չէ՞ մեղադրելը, Ռուսաստանը սենց արեց, ախ, սխալը քո մեջ պետք է փնտրես, ինչի էսպես եղավ։ Ես ոչ մեկին էլ չեմ մեղադրում դրսի մարդկանց, ամեն ինչ ներսից է։ Վատ գուշակություն ունեմ, ծանր սոցիալական պայմաններ է ստեղծվելու եւ մենք բոլորս դժվելու ենք։ Ինչի գնացին այս հայրենի շարժումները։ Մեզ նկատի ունեմ Հայաստանին օգտագործում են Ռուսի դեմ։ Եվրամիությունը, չգիտեմ, այդ արևմտյան, որոնք այս պահին կոնֆլիկտի մեջ են Ռուսաստանի հետ։ Դա պարզ է, բոլորի համար է պարզ է։ Մեզ որպես հերթական
տորպեդո օգտագործում են Ռուսի դեմ, Ռուսաստանի դեմ։ Չեն թվում մթերքը տանեն, այլ ընդեղ արենք ծախեն, վնաս է բերելու, 100% վնաս է բերելու։ Ամեն ինչն էլ դժվար կլինի, առուծախսը դժվար կլինի, ապրելակետը շատ դժվար կլինի։ Ռուսաստանը ամեն ճիշտ մարդները մոտ օգնել է։ Այս Ուկրաինան չնի, Ռուսաստանը չի մեզ հետ։ Դա կանեմ մեզ օգնալ։ Դա սխալ է։ Ռուսաստանի հետ հարաբերությունները վատ։ Հայաստանը նախկատության շեմ ենք հայտնվել է։ Եթե այդպես գնա։ Ամեն ինչից կզրկվեն։ Եթե մենք չունենք մեր ուժերը, Թուրքին չենք ուզում, գոնե Ռուսաստանի հետ լինենք։ Վերջ։